Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Հայաստանի Էմփայր լիգայում շուտով մեկնարկելու է Վիկինգս Ռեալ Սոսիեդադ հանդիպումը, ֆուտբոլիստներն արդեն դաշտում են, ողջունում են միմյանց, եկեք մենք էլ ծանոթանանք թիմերի հայտարարություններին։ Սկսեմ Վիկինգսից, Սուրեն Սարգսյանը պաշտպանում է թիմի դարպասը համար 12, Բուլարսը թիմի ավագն է համար 28, Լևոն Տաշյան համար 8, Անդրանիկ Հովակիմյան 9, Համլետ Արաքելյան 10, Մաքս Սարգսյան 23, Տիգրան Բաբայան 5, Աշոտ Հարությունյան 89, Հովանես Սաֆարյան եւ Արման Սիմիկյան համար 63, վերջին երկու ֆուտբոլիստները պայեստայինների նստարանին են։ Ռեալ Սոսիեդադ Հովանես Թովմասյան համար 1, Խաչիկ Կիրակոսյան 2, Հարություն Ալեքսանյան 3, Հայկ Սարգսյան 4, Հարություն Միրզոյան 8, Գևորգ Կարապետյան 6, Հարություն Մելքոնյան 7, Վարդան Բաբակյոխյան 88, Ստեփան Արությունյան համար 9, Վալոդ Ուլուխանյան 10, Սերգեյ Եսայան 11, Արամ Բաբակոխյան համար 12, Տիգրան Ստեփանյան 13 եւ Գոր Խաչատրյան համար 33։ Հանդիպումը մեկնարկել է արդեն մի քանի րոպե եւ Վիկինգսի ֆուտբոլիստները փորձում են գրոց ձեռնարկել, Բուլարսը դաշտի միջնամասում է եւ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Եվ տեսնենք Սոսիեդադը ինչպես է իր գրոհը զարգացնում, գնդակը գալիս է ձախ եզր, այստեղ Մելքոնյանն է եւ եզրային նետում կլինի Տաշյանը առաջ ուղարկեց գնդակը, բայց խլեցին Սոսիեդադի ֆուտբոլիստները, Խաչատրյանը ձախ եզր խաղաց եւ տեսնենք սա Սոսիեդադի գրոն է փոխանցում դեպի ձախ եզր, Մելքոնյանն այստեղ ընդունեց գնդակը եւ Դարպասապա Սարգսյանը հեշտությամբ վերցնում է Օրդարատ Անձրևը եւ սա իհարկե բարդացնելու է ֆուտբոլիստների առաջին հերթին դարպասապաների աշխատանքը։ Դա տրամաբանական է իհարկե եւ տեսնենք այս պայմաններում ֆուտբոլիստներն ինչպես են խաղալու, իհարկե ֆուտբոլ խաղում են ցանկացած եղանակային պայմանների ժամանակ, այնպես որ պետք է վայելել ֆուտբոլը, չնայած նրան, որ այն բարդություններ իհարկե առաջացնելու է։ Այդ փոխանցում դարպասապա Սարգսյանի վերջինս տարբերակները փնտրում արչևում եւ Վիկինգսը տեսնենք ինչպես է դուրս գալիս պաշտպանությունից, նորից Սարգսյան ուժեղ փոխանցում առաջ դեպի մրցակցի պաշտպանություն եւ այստեղ գնդակի ճանապարհը Միրզոյանն է փակում, ինչպես դա մրցակցի ճանապարհը Միրզոյանը փակեց այս իրավիճակում եւ հարված կտեսնենք Թովմասյանի պաշտպանած դարպասից։ Վնասված ստացած ֆուտբոլիստ կա եւ առայժմ դադար է։ Ոչ ամեն դեպքում գնդակը եզրից դուրս եկավ եւ նետում կատարեցին Սոսիեդադի ֆուտբոլիստները, ուժեղ փոխանցում առաջ, հեռու չստացվեց ուղարկել գնդակը եւ մենք կտեսնենք եզրային նետում կորցրեց գնդակը Վիկինգսը եւ սա հնարավորություն է իհարկե Սոսիեդադի համար, շատ լավ մտածված փոխանցում էր Խաչատրյանը, մի փոքր դժվար, բայց փորձեց պայել գնդակը, ամեն դեպքում չստացվեց եզրային նետում Վիկինգսի խաղացողները կկատարեն, Բուլարսը սպասում էր փոխանցման, չստացավ գնդակը եւ այլ տարբերակ են փնտրում Վիկինգսի ֆուտբոլիստները։ Արաքելյան Հարությունյան, տեսնենք ինչ է մտածել, երվից հարված, բայց բարձր է ստացվում։ Հետաքրքիր որոշում էր ամեն դեպքում, փորձեց Արաքելյանը, բայց չստացվեց եւ գնդակը Սոսիեդադի ֆուտբոլիստների մոտ է, փորձեց նաեւ Հարությունյանը, Վիկինգսը գրող տեսք ունի իհարկե, փորձում է սպառնալ մրցակցի դարպասին, անընդհատ փորձեր ենք տեսնում։ Եվ այնտեղ Հարություն Միրզոյանն է կարծես թե վնասված ստացել եւ չի կարողանում շարունակել հանդիպումը, այդպիսի տպավորություն կա, հուսանք որ լուրջ չէ վնասվածքը եւ Սոսիեդադի խաղացողը կարողանա վերադառնալ եւ շարունակել հանդիպումը։ Սպասենք, առայժմ ներողություն, սպասում են բոլորը, տեսնենք թե ինչ որոշում կկայացնի մրցավարը։ Ինչպես է այս իրավիճակը կարգավորվելու Միրզոյանը
Վերադառնում է խաղադաշտ, կարողանա շարունակել հանդիպումը։ Գուլարս փոխանցում դեպի մրցակցի պաշտպանություն Ուլուխանյանին դիպչեց գնդակ, արված ենք տեսնում, շատ վտանգավոր էր իհարկե եւ մեծ հաշվով կարելի ասել, որ Թովմասյանը վերահսկում էր իրավիճակը, բայց առաջին վտանգավոր բանն էր Նիարդ կար այս դրվագում եւ Վիկինգսի խաղացողները սպառնացին մրցակցի դարպասին։ Շատ հաջող հանդիպում անցկացրած, առաջին տուր անցկացրած Ուլուխանյանը դաշտում է, նա իհարկե կօգնի իր թիմին Հարությունյան։ Ուլուխանյան փորձեց պայել գնդակը, չստացվեց եւ Վիկինգսի խաղացողները ձախ եզրով են փորձում անախորժություններ առաջարկել մրցակցին։ Ստացվեց այս գործողությունը Վիկինգսի խաղացողի կողմից Տիգրան Բաբայանն էր, բայց հասկանալի է իհարկե այստեղ լրիվ այլ բան էր մտածել Բաբայանը, բայց այլ բան տեղի ունեցավ։ Ձախ եզրում է գնդակը, Սոսիեդադի ֆուտբոլիստները տարբերակներ են փնտրում, Վիկինգսի ճնշումը մեծ հաշվով մեծ է եւ փորձում են դուրս գալ այս ամենի տակից Ուլուխանյան փոխանցում աչքի եզր եւ ստացվեց այստեղ։ Սարգսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ, ճիշտ ապրում դարպասապահ եւ կատարում է ուժեղ փոխանցում առաջ։ Հարությունյան լավ փոխանցում էր, վտանգավոր է արված եւ բացվում է խաղի հաշիվը 1-0 Վիկինգսը առաջինն է գոլ խփում այս խաղում, շատ հաջող գրոհեր եւ գոլ Սոսիեդադը ամեն դեպքում բաց է թողնում, կազմակերպված իհարկե շատ հաջող անցում էր պաշտպանությունից դեպի մրցակցի Տուգանային եւ Տիգրան Բաբայանը խփում է այս հանդիպման առաջին գոլը, Աշոտ Հարությունյանն էլ դառնում է գոլային փոխանցման հեղինակ։ Շատ լավ աշխատեց իհարկե Վիկինգս այս իրավիճակում եւ կարողացավ հաջողության հասնել։ Եզրային նետում տեսնենք ինչպես է Սոսիեդադը պատասխանելու մրցակցին։ Ուլուխանյանն ընդունում է գնդակը եւ Վիկինգսի խաղացողները լուրջ ճնշման են գնացել եւ փորձում են Թովմասյան դարպասապահ ուժեղ փոխանցում է կատարում առաջ դեպի Հարությունյանը, վերջինս ընդունում է գնդակը, վտանգավոր կարող է լինել եւ մենք կտեսնենք անկյունային արված։ Սարգսյան մի կերպ հասցրեց հանել գնդակը դարպասապահ Ուլուխանյան հերվից փորձ, բայց հաջող չստացվեց այս հարվածը եւ գնդակը խաղի մեջ կմտցնի Սուրեն Սարգսյանը, Վիկինգսը գնում է հերթական գրոյի հետևից։ Եվ տեսնենք Սարգսյանը ուժեղ հարված է կատարում առաջ դեպի դաշտի միջնամաս, բայց այստեղ Խաչատրյանը հաջող կորցեց եւ պաշտպանները թույլ չեն տալիս մրցակցին ազատ կորցել, իհարկե այստեղ կար խախտում եւ մրցավարը միանգամից նշանակում է նորից Խաչատրյան այդ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն, իհարկե Անձրևը խանգարում է ֆուտբոլիստներին, նաեւ տեսադաշտի առումով դժվարություններ իհարկե կան, խոտածածկը, մի խոսքով ամեն ինչ ի վնաս ֆուտբոլիստների այս պահին, բայց պետք է փորձել իհարկե այստեղ առավել քան վնաս է դարպասապահների համար այս Անձրևը, քանի որ գնդակ ֆիքսելու հարցում միանշանակ խնդիրներ լինելու են։ Հարությունյան, տեսնենք այս անգամ եւս փոխանցող կատարող ֆուտբոլիստի դերում էր, ասիստ էր փորձում կատարել հերթական անգամ գնդակը Վիկինգսի մոտ է եւ հեռացնում են Սոսիեդադի պաշտպանները, շատ վտանգավոր էր Հարությունյան գլխով թողնում է գնդակը առաջ, բայց Վիկինգսի խաղացողները ամեն ինչ հստակ են անում
Հովհաննես Սաֆարյանի փոխանցումից հետո դարպասապահ Սուրեն Սարգսյանը հեռացրեց գնդակ, իհարկե վերցնել այն չէր կարող եւ որոշեց ռիսկի չդիմել, որը այս իրավիճակում շատ ճիշտ որոշում էր։ Հարությունյանը ընդունում է գնդակը Սոսիեդադի 9 համարը։ Այդ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն։ Հերվից Սպորտ Սարգսյանը հեռացնում է այս գնդակը եւս։ Եվ տեսնենք Սոսիեդադի ֆուտբոլիստները ինչպես են սպառնում մրցակցին, կստացվի թե ոչ այս խաղակեսում հեռացված է գնդակը, եւս մեկ հնարավորություն կտեսնենք արված, այո, տեսնում ենք եւ բրավո այստեղ իհարկե Վիկինգսի խաղացողին բարդ գնդակ անեց Սերգեյ Եսայանն էր արված կատարողը եւ կարող էր հավասարություն մտցնել հաշվի մեջ։ Անկյունային կա փոխանցում հեռացված է գնդակը նորից եւ Հարությունյանն է շտապում դեպի գնդակը։ Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստն իհարկե ավելի հավանական է, որ կապվեր գնդակին, Բաբայանը նորից գնում է առաջ, կատարում արված եւ դարպասապահ այստեղ Թոմասյանը հաջող կորցեց։ Արաքելյանը չկարողացավ պայել գնդակը, բայց այստեղ էր արդեն Լևոն Տաշչյանը եւ Բուլարսն է պայքարում գնդակի համար, Ուլուխանյանը ավելի հաջող կորցեց, Հարությունյան, Ուլուխանյան, պատխաղարկում ինչպես առաջին տուրում, այնպես էլ հիմա հաջող է ստացվում այս համագործակցությունը, բայց գնդակը Վիկինգսը հեռու չկարողացավ տանել, Սոսիեդադը նորից գրողի դերում է, Ուլուխանյան բաց թողեց։ Եզրային նետում Բուլարս մի փոքր թեթևացավ անձրևը եւ հիմա ավելի շատ են գրոները, Ուլուխանյան արված եւ Սարգսյանն է փրկում, դրությունը շատ վտանգավոր էր, կարող էինք գոլ տեսնել նորից, Ուլուխանյանը չկորցրեց պահը, միանգամից արվածեց, բայց դարպասապահ Վիկինգսի տեղում էր եւ խնդիրներ չուներ այս իրավիճակում։ Վնասված ստացած ֆուտբոլիստ կա, դրա հետ է պայմանավորված այս դադարը։ Ուլուխանյան հաջող է գործում եւ տեսնենք ինչ է մտածել փոխանցում աչի եզր։ Վտանգավոր կարող է լինել։ Եվ հեռացնում են գնդակը։ Տեսնենք ինչպես կստացվի։ Սպասենք առայժմ։ Այս դադարները իհարկե շատ են խանգարում ֆուտբոլիստներին, տեմպը ակտիվ չի մնում, խաղը արագ չի ստացվում եւ դա Սոսիեդադը չի ուզում իհարկե որ այդպես լինի, իսկ Վիկինգը ընդհակառակը բնականաբար հաղթում են, ձեռնտու է։ Կա միանշանակ տրամաբանություն այդ ամենի մեջ։ Եվ Սարգսյանը գնդակը։ Սարգսյան ուժեղ փոխանցում առաջ, Ուլուխանյանն է ընդունում գնդակը։ Լավ համագործակցություն էր։ Ուլուխանյան արված եւ Սարգսյանը հեռացնում է գնդակը, ոտքով այստեղ դարպասապահ աշխատեց։ Եվ դժգոհ են մրցավարեց այստեղ Սոսիեդադի ֆուտբոլիստները։ Այո, շտապողականություն կա արդեն եւ
այս էմոցիաները շատ նորմալ է։ Եվ տեսնենք։ Կա փոխանցումը, հեռացված է գնդակ Առաքելյանի կողմից, Հարությունյան ձախ եզրում էր, Առաքելյան, փորձում են պահել գնդակը Վիկինգսի ֆուտբոլիստները, դա այդքան հաջող չստացվեց։ Պուլարց ուժեղ հարված առաջ, Ուլուխանյան փորձում է գնդակը ձախ եզր ուղարկել եւ նորից դադար կար այստեղ խախտում, գնդակը մեծ հաշվով Սոսիեդադի մոտ էր, բայց մրցավարը որոշեց սուլել։ Այստեղ եւս սուլիչ, բայց վնասված ստացած ֆուտբոլիստ կա, իհարկե դրա համար միանշանակ պետք է դադարեցնել։ Աչեզրում է գնդակը Մաքս Սարգսյան, դեպի Տուգանային, հեռացված է Սոսիեդադի ֆուտբոլիստների կողմից։ Եսյանը փորձում է պահել գնդակը, Վիկինգսի խաղացողները եկել են բարձր պրեսինգի եւ փորձում են մրցակցին ճնշել սեփական պաշտպանությունում, իսկ Ուլուխանյանի փոխանցումը ուժեղ ստացվեց դեպի ձախ եզր։ Սարգսյան գնդակը խաղի մեջ է։ Ու սա Սոսիեդադի գրոն է, Ուլուխանյան ուժեղ էր նրա ուղղությամբ փոխանցումը, ինձ թվաց թե կհասնի, բայց ամեն դեպքում չհասավ գնդակին Սոսիեդադի 6 համարը, այստեղ առաջին հերթին պետք է խոսել իհարկե փոխանցման ուժեղ լինելու մասին, բարդ էր Սոսիեդադի խաղացողի համար, իսկ այստեղ գնդակը պահում են Վիկինգսի ֆուտբոլիստները, թեպետ բարդ իրավիճակ էր եւ կարելի է իհարկե խրախուսել այստեղ գնդակին հասնելու համար, Հարություն Մելքոնյանը եզրային նետում կկատարի, ոչ թողնում է այդ գործը խաղանկերոջը Ուլուխանյան, Հարությունյան, Ուլուխանյան, տանգավոր կարող է լինել, չստացվեց, այստեղ Առաքելյանն է, Առաքելյանի մոտ եւս չստացվեց, Ուլուխանյան, կլինի արված, թե ոչ, այո, կատարում է, բայց դիպուկ չստացվեց, շատ վտանգավոր է, Սոսիեդադը զգալիորեն ավելացրել է եւ կարելի է ասել, որ բաց թողնելուց հետո շատ պահել ունեին եւ կարող էին արդեն նույնիսկ մտածել աղթողի կարգավիճակում լինելու մասին։ Ամեն դեպքում եղան դրվագներ, որտեղ Սարգսյանն էր հաջող գործում, պաշտպանները եւ մնացած իրավիճակներում էլ Սոսիեդադի խաղացողների հարվածները դիպուկ չէին ստացվում։ Առայժմ այդպես է պատկերը, բայց դեռ բավականին ժամանակ կա իհարկե վաղ է որևէ կանխատեսում անելու համար։ Գնդակը Սաֆարյանի մոտ է։ Տարբերակներ է փնտրում Սաֆարյանը, գտավ Առաքելյանին, փոխանցում դեպի աջ եզր, բարձրից փոխանցում, հեռացված է գնդակը։ Հասնում է Ուլուխանյանին եւ վերջինս փորձում է հակագրո զարգացնել, լավ փոխանցում էր, հասցրեց պաշտպանն այստեղ։ Բրավո իհարկե Վիկինգսի ֆուտբոլիստին, բարդ իրավիճակում հասցրեց պարզել ոտն ու հեռացնել գնդակը, սա փոխանցում էր հարվածի փոխարեն Առաքելյան դեպի Բուլարսը չստացվեց եւ Սոսիեդադը պատասխանում է միանգամից մրցակցին, արված եւ նորից հասցնում են պաշտպանները։ Սարգսյանն էլ դուրս եկավ դարպասից, Բուլարսը ավելի հեռու է ուղարկում գնդակը։ Ձախ եզրում Բաբայանն է։
Շատ վտանգավոր էր, իհարկե Սոսիեդադը մոտ էր գոլ խփելու, սակայն Պուլարսը եւ տղաները իսկապես հաջող գործեցին։ Բոլորը թիմային աշխատանք է սա Վիկինգսի կողմից, բարդ է որևէ մեկին առանձնացնելը, հատկապես երբ Տուգանային հրապարակում պաշտպաններն են հարվածներ փակում, դա արդեն այլ պատմություն է։ Դա հաջող պաշտպանություն է, նվիրում է իհարկե Մերքոնյանը աչքի եզրում է, ինտենսիվ ճնշում հերթական անգամ Սոսիեդադի կողմից Ուլուխանյան բարձր է ստացվում։ Շատ լավ է գնդակ խաղարկում Ուլուխանյանը, հաճախ լավ դիրքեր է դուրս գալիս, հարվածներ կատարում։ Եվ տարպասապաս Ուրեն Սարգսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ։ Ուժեղ փոխանցում առաջ, խլեցին գնդակ Սոսիեդադի ֆուտբոլիստները։ Լավ փորձ է սա, տեսնենք կհասնի գնդակին, թե ոչ, Սոսիեդադի խաղացողը։ Եվ մենք դեղին քարտ կտեսնենք, Սաֆարյանն է մրցավարի կողմից զգուշացվում, Հարությունյանը այնտեղ փորձեց հասնել գնդակին, բայց ստացվեց, քանի որ կար խաղի կանոնների խախտում եւ մրցավարը ոչ այս կողմ, ոչ այն կողմ միանգամից դեղին քարտով պատժեց եւ իրոք այստեղ Հարությունյանը լավ դիրք էր դուրս գալիս։ Անկյունային է նշանակվել, ավելի ճիշտ կլինի ասել, ինձ թվաց, թե ամեն դեպքում խախտել է կանոնները Սաֆարյանը, բայց ոչ կարծես թե մրցավար այդ վիճելու համար։ Ճիշտ տեղից է պետք գնդակը խաղի մեջ մտցնել։ Հիմա արդեն կարող է Բաբայանը Վիկինգսի գոլի հեղինակը խաղարկել։ Լավներ Ուլուխանյանի փոխանցումը նորից հասցնում են պաշտպանները, կարծես թե նայել են այս խաղը եւ գիտեն, որ փոխանցումը որտեղ է գալու, անընդհատ հասցնում են։ Հարությունյան եւ հարված կլինի։ Ոչ, անկյունային կլինի։ Վիկինգսի խաղացողները եւս համաձայն չեն մրցավարի հետ, դա արտահայտում են իհարկե։ Եվ տեսնենք ինչպես է խաղարկում Սոսիեդադը։ Աչ եզրից փոխանցում, Արաքելյան արձագանքեց, հեռացված է գնդակը, ոչ շատ հեռու, Ուլուխանյանը փորձում է պայել գնդակ իր թիմի համար դեպի աչ եզր, նորից հերթական փորձը Սոսիեդադից։ Ինչ կլինի այստեղ, Ուլուխանյան, հարվածում է Ուլուխանյանը, նորից մոտ էր, բայց այդքան էլ հեռու իհարկե։ Թվում է մի պահ մոտեցավ գոլին Սոսիեդադը, Ուլուխանյանը, բայց անընդհատ ինչ-որ բան պակասում է թիմին եւ կարծում եմ ավելի շատ դա դիպուկությունն է, կոնկրետ այս իրավիճակում ընդհանուր առմամբ վտանգավոր հարվածներ են, եթե դիպուկ ստացվի, ապա Սարգսյանը ամեն անգամ չի կարող իհարկե հետ մղել գնդակը։ Հերթական փորձն է սա եւ մենք կտեսնենք եզրային նետում։ Բաբակ Քյոխվյանը գնդակը խաղարկեց, Հարությունյան եւ եզրային նետում կլինի։ Մոտենում է խաղակեսի ավարտը։ Վիկինգսը եւ սկզբում լավ գրոեց եւ գոլը խփելուց հետո շատ լավ պաշտպանվում է, ընդհանուր առմամբ հաջող ֆուտբոլ խաղացին առաջին խաղակեսում եւ դեռ շարունակում են խաղալ։ Սոսիեդադն էլ իհարկե պայր ստեղծում է, բայց հիմա Վիկինգսն է գրովում, Բուլարս ուժեղ էր փոխանցումը, բայց Հարությունյանը իհարկե կփորձի հասնել այս գնդակին եւ պահում է գնդակ, Հարությունյանը խլեց, ավելի ճիշտ կլինի ասել։ Եվ անկյունային է վաստակում, իհարկե արժանին պետք է մատուցել այստեղ Վիկինգսի խաղացողին, նախ գրեթե անհույս գնդակ պահեց եւ հետո անկյունային վաստակեց, իհարկե ահռելի աշխատանք էր սա։ Եվ տեսնենք անկյունային ինչպես է ստացվում, ձախ եզրից փոխանցում հեռացված է գնդակը։ Եզրային նետում կլինի։ Սպասում են
ֆուտբոլիստները։ Եվ գնդակը խաղի մեջ է Ուլուխանյան, Արությունյանի հետ է խաղում, նորից Ուլուխանյան, ունում է գնդակով և գլորում են Սոսիեդադի ֆուտբոլիստները, Վիկինգ Սարեժը մաջող է պաշտպանվում, լավ պաշտպանություն են կառուցել Ուլուխանյան, լավ պատխաղարկում էր հերթական անգամ, Սարգսյանը հետ է մղում գնդակը, ևս մեկ արված և գոլ։ Սոսիեդադը ամեն դեպքում խփում է Արություն Մելքոնյան, գերազանց եզրափակում անդրադարձից տիրած գնդակը նա ուղարկում է մրցակցի դարպասը, Սարգսյանն անզոր էր իհարկե արդեն երկրորդ հարվածն հետ մղել և Սոսիեդադը հասնում է իր ուզածին, այո։ Ընդամենը վարկյաններ էր բաժանում Վիկինգսին խաղակեսն ավարտել հաջող, բայց ամեն դեպքում Սոսիեդադը գտնում է մրցակցի դարպաս տանող ճանապարհը և Մելքոնյանի հարվածը իհարկե շատ լավն էր, հաջող գոլ է խփում ու տեսնենք այս իրավիճակում արդեն թիմերը ինչպես են խաղում։ Շատ հետաքրքիր առաջին խաղակես է ստացվում իսկապես, գոլեր, վտանգավոր պահեր, հետաքրքիր որոշումներ և պայքար։ Բուլարս կլեց Սոսիեդադը գնդակը, Ուլուխանյանը տվեց այն խաղանկերոջը փոխանցում դեպի ձախ եզր, Մելքոնյանը հիմա էլ ձախ եզրում է հայտնվել, շրջանցեց մեկ մրցակցի, ևս մեկին փոխանցում և կհեռացնեն գնդակը, այո, հեռացնում են Վիկինգսի ֆուտբոլիստները։ Եվ Առաքելյանից դուրս եկավ գնդակը, իսկապես շատ վտանգավոր էր, հերթական պան էր և Մելքոնյանը այստեղ քիչ առաջ երկու հաջող անցում կատարեց ու կարող էր արդյունավետ լինել։ Թովմասյան դարպասապան է գնդակով փոխանցում դեպի Ուլուխանյանը, բարձրացնում է գնդակն Ուլուխանյանը, օդային փոխանցում էր սա և անկյունային կլինի։ Չէր նկատել Սաֆարյանը, որ խաղանկերոջից է հեռանում գնդակը, փոխանցում, Սարգսյանը ֆիքսում է գնդակը և տեսնենք ինչ է մտածել, ուժեղ փոխանցում առաջ, հեռացնում են Սոսիեդադի ֆուտբոլիստները, Եսայան, Ուլուխանյան, լավ անցում էր Ուլուխանյանի կողմից, տեսնենք կլինի արված, այո լինում է և դարպասաձողը, միթե Սարգսյանն է լպվեց գնդակին։ Այո, բրավո դարպասապային, այստեղ նաև դարպասաձողը իհարկե օգնեց Վիկինգսին։ Եվ Մելքոնյանն է գնդակի մոտ։ Տեսնենք ինչ է մտածել, փոխանցում հեռացված է գնդակը, հակագրոյի փորձ, Բաբայան դեպի Աշոտ Հարությունյանը, աչեզրում է գնդակը, Հարությունյան, մեկը մեկի դեմ պայքար, ստիպված է հետ պահել գնդակը, Հարությունյան խաղում է Սաֆարյանի հետ, միգուցե արված տեսնենք, փոխանցում դեպի ձախ եզր, Բաբայան, նորից Բաբայանն է արված և Թովմասյանն հեռացնում է գնդակը, շատ վտանգավոր էր։ Եվ վերջ, խաղակեսն ավարտված է, կարճ դադար։ Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակվում է Վիկինգս Ռեալ Սոսիեդադ հանդիպումը, երկրորդ խաղակեսը մեկնարկած է, առաջին խաղակեսը շատ թեժ էր իհարկե, հետաքրքիր լարված և Սարգսյանը ուժեղ հարված է հիմա կատարում առաջ, դարպասապահ գնդակը հասցնում է մրցակցի պաշտպանությունը, այստեղ հաջող աշխատեց Եսայանը, Առաքելյան, Արությունյան փորձեց շրջվել, չստացվեց, Բուլարս դեպի Բաբայանը աջ եզր, Վիկինգսը փորձում է խաղալ այնպես, ինչպես առաջին խաղակեսի մեկնարկում էր, բայց այստեղ Եսայանն է տիրում գնդակին, հաջող փոխանցում էր, Հարությունյան դեպի Ուլուխանյանը փորձում է շրջանցել Սաֆարյանին, Ուլուխանյանը կրունկով թողեց գնդակը Հարությունյանին, նորից Ուլուխանյան, բարձրից փոխանցում արված և գեղեցիկ գոլ ենք տեսնում, շքեղ արված, բայց նաև կոմբինացիաներ շատ հաջող, Ռեալ Սոսիեդադը գոլ է խփում և դա անում է ոչ սովորական ձևով իհարկե և փոխանցումներն էր շատ լավը և նաև եզրափակիչ հարվածը և գնդակը Վիկինգսի դարպասում է Սոսիեդադը ամեն դեպքում երկրորդ խաղակեսի սկզբում գոլ է խփում, առաջինում ծանր էր ստացվում, բայց մեկ գնդակ կարողացան խփել, հետո ավելացնել իհարկե և այստեղ արդեն Արություն Մելքոնյանը շատ հաջող գործեց և գլորում են գնդակը
Վիկինգսի խաղացողները եւ այստեղ կա խաղի կանոնների խախտում իհարկե։ Շատ հաջող մեկնարկ էր իսկապես երկրորդ խաղակեսի սկզբում եւ տեսնենք Սուրեն Սարգսյանը կատարում է ուժեղ հարված առաջ։ Աշոտ Հարությունյան թողնում է գնդակը Առաքելյանին, ներվից փորձ եւ դարպասապա Թովմասյանը առանց խնդիրների վերցրեց գնդակ, իհարկե ամենալավ հարվածը չէր եւ նաեւ ամենաբարդ խնդիրը չէր դարպասապայի համար։ Թովմասյան ուժեղ փոխանցում առաջ ստացվեց շատ հեռու ուղարկել գնդակը եւ սա շանսը իհարկե Վիկինգսի համար կլինի հարված թե ոչ։ Թովմասյանը գնդակով է եւ կատարում է ուժեղ նորից փոխանցում առաջ կամ փորձում է կատարել Արությունյան շրջադարձ արված դարպասապա վերցնում է գնդակը։ Եվ խաղանկերները ուշում են, որ պետք չէ ռիսկային գործողություններ կատարել, այլ պարզապես գնդակ ուղարկել առաջ, ինչպես հիմա արեց Հարություն Ալեքսանյանը եւ միթե գնդակը դարպասում կհայտնվի ոչ շատ վտանգավոր էր Հարությունյանը փորձառու արձակվող որսորդի պես սպասում էր այս շանսին եւ մոտ էր գնդակը ցանցն ուղարկելուն Բաբայան եւ չստացվեց այստեղ եզրային նետում կտեսնենք Ուլուխանյանն ընդունում է գնդակը Առաքելյան դեպի դարպասապա եւ վերջինս ուժեղ փոխանցում է կատարում առաջ Հարությունյան թողնում է գնդակ Ուլուխանյանին վերջինս միանգամից հարվածեց բայց չստացվեց գտնել ցանցը շատ վտանգավոր էր իհարկե եւ քիչ էր մնում հերթական գոլին ականատես լինեինք Եվ Սարգսյանը գնդակը կմցնի խաղի մեջ Ուլուխանյան Եվ տեսնենք գնդակի մոտ է Հարություն Ալեքսանյանը Ռեալ Սոսիեդադից կկատարի եզրային նետում հիմա դադար է Սուրեն Սարգսյանի խաղակոշիկներն է կապում խաղանկերը եւ Վիկինգսը դա անում է չափից դուրս արագ ամեն գործողություն Վիկինգսը արագ է անում, քանի որ իհարկե ժամանակը քիչ է եւ աշխատում է արդեն Վիկինգսի դեմ ոչ թե օկտին Ուլուխանյան ձախից ունի տարբերակ եւ իհարկե կփոխանցի գնդակը խաղանկերոջը վտանգավոր կարող է լինել առայժմ հաջող են պաշտպանվում Վիկինգսի ֆուտբոլիստները եւ գնում են հակագրոյի երկու ֆուտբոլիստի առջեվում պետք են ուժեր իհարկե եւ Ալեքսանյանը այստեղ հաջող է դիմավորը մրցակցին եզրային նետում կտեսնենք Պրեսինգ է գնացել Ալեքսանյանը ուժեղ փոխանցում առաջ եւ այստեղ աշխատում է Խաչատրյանը գնդակը ձախ եզրում է Սոսիեդադի ֆուտբոլիստները նորից գնդակ են տեղաշարժում, բայց Խաչատրյանի այս փոխանցումը չհասավ նպատակին Հարությունյանը դեպի աջ եզր ուղարկեց գնդակը եւ վնասվածքի գնով, բայց կարողացավ պայել գնդակ Հարություն Միրզոյանը Եվ վերսկսված է հանդիպում ամեն ինչ կարգին է Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստի մոտ Բաբախ Քյոխվյան աջ եզրում էր 12 համարը Սոսիեդադի եւ Եզրային նետում կլինի Վիկինգսի կատարմամբ Համլետ Առաքելյանն է գնդակով 10 համարը Վիկինգսի, բայց խլում են Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստները եւ գնդակը ձախ եզրում է հերթական փորձը Սոսիեդադի կողմից տեսնենք այն ինչով կավարտվի Ուլուխանյանը ստանում է գնդակը, փորձում է հեռվից հարվածի համար տարբերակ փնտրել, չկա հնարավորություն, բայց գնդակը մնում է Ուլուխանյանի մոտ Լավն է մտահղացումը, բայց հասցրեց հեռացնել այստեղ Վիկինգսի ֆուտբոլիստը, մենք կտեսնենք անկյունային հարված Դեռ առաջնությունը նոր է մեկնարկել եւ իհարկե հասկանալի է թիմերը առայժմ լավ չեն ճանաչում միմյանց եւ որոշակի ժամանակ բնականաբար պետք է տանգավոր է Ուլուխանյան եւ գնդակը դարպասում չէ ինչ վտանգավոր պա էր Ուլուխանյանը հերթական անգամ ճիշտ պահին ճիշտ տեղում էր ստացավ գնդակ եւ կատարեց հարված իհարկե հասկանալի է բոլոր հարվածները գոլով չեն կարող ավարտվել եւ հերթական վտանգավոր պա կարող է լինել Արությունյան Շրջանցեց մրցակցին լավ է վարվում գնդակի հետ իհարկե այս
մանևրումները հաջող են ստացվում, իսկ այստեղ ինչ է ասում մրցավարը, միթե կա խաղի կանոնների խախտում եւ հնարավոր է նաեւ դեղին քարտ ակնկալենք այս իրավիճակում, բայց ոչ ամեն դեպքում քարտային պատժի չի գնում մրցավարը Եվ տեսնենք, այս ստանդարտը ինչ կտա։ Վիկինգսին կամրցավարի սուլիչը տեսնում ենք հարված և փակեց Ուլուխանյանը գնդակի ճանապարհը։ Վիկինգսը տրամադրված է, փորձում է ճնշել մրցակցին, ինտենսիվ ճնշում է։ Կոնկրետ այս դրվագի մասին է իհարկե խոսքը և Միրզոյանը ոչ այդքան հեռու ուղարկեց, իսկ այստեղ այս գործողությունը հաջողության չի պսակվում, արված կլինի դարպասից։ Այո, այնպես չէ, որ Վիկինգսը ձեռքերը ծալած նստած է, նման բան չկա, թիմը փորձում է, գնում են առաջ, բայց այլ հարց է, որ կարևոր պահին չի ստացվում։ Թոմասյան խաղում է Միրզոյանի հետ։ Դեպի Ալեքսանյանը և Ուլուխանյանն այստեղ հասցնում է Ալեքսանյան, Միրզոյան, Բաբաքյոխյան, Ուլուխանյան, աչիեզրում է, շարժվում է առաջ Ուլուխանյանը։ Լավ էր մտածել և անկյունային կտեսնենք, հասցրեց վերջին պահին։ Վիկինգսի խաղացողը հեռացնել գնդակը և տեսնենք Հարություն Մելքոնյանն է գնդակի մոտ աչիեզրից բարձրից փոխանցում, հեռացված է Բուլարցի կողմից գնդակը և այստեղ է Աշոտ Հարությունյանը, նա աչիեզրում է, գնում է առաջ, շրջանցեց մեկ մրցակցի, երկրորդին ևս Հարությունյան, արված և Թոմասյանը փրկում է, բայց գնդակը դարպասում է, ինչ համառություն էր։ Աշոտ Հարությունյան, գոլ Վիկինգսի կատարմամբ, շատ հաջող գործողություն։ Եվ տեսնենք, ինչպես է ընթանալու խաղը, իսկապես շատ հաջող հակագրո էր, Բուլարց հեռացրեց գնդակ, Հարությունյանը սեփական կիսադաշտից երևի այդպես ասենք, հասավ մինչև մրցակցի տուգանային և գոլի հեղինակ դարձավ, լավ օրինակ է համառության, իհարկե հարձակողական բարձր ինտելեկտի և մնացած բոլոր առումներով այստեղ ամեն ինչ լավն էր, և տեխնիկապես հարուստ է Հարությունյանը, իհարկե Եվ նաև լավ եզրափակումներ ունի, հաջող է անում ամեն ինչ, հարձակվողին իհարկե առաջին հերթին դա է շատ անհրաժեշտ, հաջող եզրափակումները և Հարությունյանը դա ունի։ Դրան գումարել է նաև տեխնիկան, արագությունը, որը միանշանակ առավելություն հաճախ տալիս է։ Եսայան գլորում են գնդակը Սոսիեդադի ֆուտբոլիստները, Բուլարսը փորձում է ճնշել մրցակցին, Ուլուխանյան հաջող շրջանցեց մեկ մրցակցի, Ուլուխանյան վտանգավոր կարող էր լինել, բայց Սաֆարյանը հեռացնում է գնդակը, Խաչատրյան փոխանցում դեպի ձախ եզր, հերթական փորձը, Մելքոնյան, սա արված էր, Սարգսյանը հետ է մղում գնդակը, Բուլարսը արձագանքում է, Ուլուխանյան, նորից Սարգսյան ինչ է կատարվում, հեռացված է գնդակը, իհարկե պետք էր սա ավելի շուտ անել, իհարկե Սարգսյանը մի քանի սեյվ կատարեց և այսօր իսկապես տպավորում է իր գործողություններով, երևի թե ոչ մի գոլի մեջ մեղավորություն չուներ Սարգսյանը և մնացած բոլոր իրավիճակներում էլ հաջող է գործել արդեն դաշտում ախոռն պայքար ենք տեսնում անընդհատ պայքար, մենապայքարներ իհարկե ուժային աչիեզրում է գնդակը, Խաչատրյան Կլինի հարված, թե ոչ, այո տեսնում ենք նորից Սուրեն Սարգսյան, հերթական սեյվը Վիկինգսի դարպասապահի կողմից, Ուլուխանյան, փոխանցումն այստեղ ուժեղ ստացվեց, Հարություն Մելքոնյանը քիչ առաջ կարող էր հերթական գոլը խփել այս խաղում, բայց ամեն դեպքում չստացվեց։
Այո, արված դարպասից պետք է լինի։ Եվ Սարգսյանը ուժեղ հարված է կատարում առաջ, արձագանքեց Հարություն Մելքոնյանը, Ուլուխանյան դեպի Արությունյանը եւ դարպասապահ Սուրեն Սարգսյանը վերցնում է գնդակը առանց լուրջ խնդիրների եւ կատարում ուժեղ հարված առաջ։ Եզրային նետում կլինի։ Գլորում են գնդակը։ Սոսիեդադի խաղացողները դեպի ձախ եզր Սերգեյ Եսայանն է այստեղ, պահում է գնդակը, խաղում է Ուլուխանյանի հետ։ Կտրող փոխանցում, հեռացնում են գնդակը Վիկինգսի ֆուտբոլիստները, Արաքելյան ոչ շատ հեռու, բայց պայքարի մեջ է, չպայեց գնդակը, Ուլուխանյան, հեռվից փորձ, հեռացված է գնդակը, Խաչատրյանն աջ եզրում է, Ուլուխանյան պտտեցրեց գնդակը եւ ծնկով հեռացրեց դարպասապահ Սարգսյանը, ինչպես է զգում խաղը, իհարկե ոչ ստանդարտ մոտեցումներ իհարկե Սարգսյանի կողմից դարպասապահի, բայց եկեք հաշվի առնենք, որ դա անհրաժեշտաբար է լինում, քանի որ Ուլուխանյանը հասարակ հարվածներ չի կատարում։ Բարդ գնդակներ է հետմողում Սարգսյանը, այստեղ երկու կողմից էլ հրաշալի աշխատանք ենք տեսնում, նախ հարվածողն է հնարամիտ մոտենում հարցին ոչ ստանդարտ, իսկ Սարգսյանն էլ իր հերթին արձագանքում է, Ուլուխանյան եւս մեկ փոխանցում, բայց չստացվեց եւ իհարկե նորմալ է այս ամենը մեծ քանակությամբ փոխանցումներ են կատարում Սոսիեդադի ֆուտբոլիստները, մասնավորապես Ուլուխանյանը եւ միանշանակ չի կարող այդքան փոխանցումներից բոլորը լինեն ճիշտ։ Դեռ կա ժամանակ, իհարկե, բավականին ժամանակ, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է այս խաղի մասով։ Հարությունյան չկարողացավ ընդունել գնդակը, Եսայան, Ուլուխանյան, փորձում էր Հարությունյանը խլել գնդակը, իսկ Ուլուխանյանը երկու մրցակցի շրջանցեց, կատարում է փոխանցում, արձագանքում է այստեղ։ Լևոն Տաշչյանը եւ Սուրեն Սարգսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ։ Դեպի Բուլարսը շատ հաջող փոխանցում էր, խոտածածկից անդրադարձը խանգարեց այստեղ Վիկինգսի ավագին։ Թոմասյանը գնդակը կմտցնի խաղի մեջ։ Միրզոյան Թոմասյանի հիմա է, ավելի ճիշտ կլինի ասել, գնդակը մտցնում խաղի մեջ, Ուլուխանյան փոխանցում դեպի ձախ եզր, լավ հնարավորություն հերթական, վտանգավոր պա եւ գնդակը դարպասում է, չսխալվեց Ստեփան Հարությունյանը, շատ լավ հարված էր եւ գնդակը ուղարկեց Վիկինգսի դարպասը։ Պետք է արձանագրել Սոսիեդադի կատարմամբ, ամեն ինչ սկսվեց դարպասապահի փոխանցումից հետո եւ Հարությունյանը աչքի ընկնում գոլով։ Հիմա արդեն Վիկինգսի Հարությունյանն է գնդակով, դուրս է գալիս Թովմասյանը եւ առանց խնդիրների ֆիքսում գնդակը։ Ուլուխանյան դեպի Խաչատրյանը ձախ եզր։ Նորից Ուլուխանյան, տեսնենք ինչ է մտածել, փոխանցում է գնդակը աջ եզր, Ալեքսանյան, Ուլուխանյան եւ կորցրին գնդակը։ Սոսիեդադի ֆուտբոլիստները Աշոտ Հարությունյան կլինի հարված, այո տեսնում ենք եւ Թովմասյանը այդ մղեց գնդակը, եւս մեկ փորձ կլինի Վիկինգսից եւ դարպասապահ Թովմասյանը վերցնում է գնդակը առանց խնդիրների, այստեղ արդեն տանգավոր չէր հարվածը, որը չեն կարող համեմատել քիչ առաջ տեղի ունեցածի հետ։ Զաֆարյան Բուլարսի հետ է խաղում, թիմի ավակն է Վիկինգսի, կատարում է օթային փոխանցում, բայց Արաքելյանը ոչ մի կերպ իհարկե չէր կարող պահել այս գնդակը։ Եվ խաղարկում են Սոսիեդադի ֆուտբոլիստները, Հարությունյան,
լավ նկատեց Ղանկերոջը, Եսայանի արվածից հետո, եթե չեմ սխալվում, Եսայանն էր, այո, դարպասապա Սուրեն Սարգսյանը փրկում է իրավիճակը, Առաքելյան դեպի ձախ եզր, բայց թույլ չտվեց այստեղ իր տարածք ներխուժել Արություն Միրզոյանը եւ մրցակցի եւ գնդակի ճանապարհը փակեց։ Թոմասյանը գնդակը կմցնի խաղի մեջ, Ալեքսանյան, Միրզոյան, մի փոքր ռիսկային էր այս խաղարկումը, բայց ամեն դեպքում հստակ արեցին ամեն ինչ Սոսիեդադի ֆուտբոլիստները, Սուրեն Սարգսյանը վերցնում է գնդակը եւ կատարում ուժեղ հարված առաջ, Ալեքսանյան, երկրորդ հարկում պայքար եւ սուլում է մրցավարը։ Ձախ եզրում է գնդակը Խաչատրյան, եւ գնդակը Սուրեն Սարգսյանն է մտցնում խաղի մեջ։ Վիկինգսի խաղացողները հերթական գրոհն են ցանկանում ձեռնարկել, Բուլարցի փոխանցումը ստացվեց Ուլուխանյան, շրջանցում է մեկ մրցակցի Ուլուխանյանը, կարվածի թե ոչ, վտանգավոր է դեպի ձախ եզր Հարությունյան եւ հերթական գնդակն է հայտնվում դարպասում, սա ինքնագոլ էր իհարկե։ Եվ Սոսիեդադի խաղացողները որքան հարգալից քայլ են անում, իհարկե ոգևորում են Վիկինգսի ֆուտբոլիստին։ Միանշանակ անմեղ իրավիճակ էր եւ ցավալի իհարկե Վիկինգսի համար, բայց ֆուտբոլը իհարկե ամեն ինչ կարող է տեղի ունենալ, հատկապես ինքնագոլերը իհարկե հոգեբանական տեսանկյունից կրկնակի ցավ են թիմի եւ անհատի համար։ Սարգսյան ուժեղ փոխանցում առաջ, Աշոտ Հարությունյանը ընդունեց գնդակը, Ուլուխանյան, Ալեքսանյանն աչքի եզրում կատարում է ուժեղ փոխանցում առաջ եւ Հարությունյանը ճիշտ է արձագանքեց, բայց ոչ ամբողջական եզրային նետումը Վիկինգսինն է։ Նորից Հարությունյան, Բուլարսն է աչքի եզրում, պայեց գնդակը, Ուլուխանյանը խլում է, Ուլուխանյանից էլ խլում են գնդակը, Բուլարս, տեսնենք ինչ կլինի, Թովմասյանը դուրս եկավ դարպասից եւ վերցնում է գնդակը։ Միրզոյանը ձախ եզր ուղարկեց Հարությունյան դեպի կենտրոն, Ուլուխանյան, Հարությունյան չհասցրեց պայել գնդակը եւ հարված Սուրեն Սարգսյանի պաշտպանած դարպասից։ Ուժեղ փոխանցում առաջ դարպասապայից արձագանքեցին Սոսիեդադի ֆուտբոլիստները, աչքի եզրում է գնդակը, այստեղ Հարություն Մելքոնյանն է։ Եվ մենք կտեսնենք եզրային նետում։ Առաքելյան, Եսայանն է այստեղ հաջող աշխատում, Մելքոնյան եւ գնդակը հերթական անգամ հայտնվում է Վիկինգսի դարպասում, այս անգամ Մելքոնյանը ավելի քան ճշտ գրիտ էր իհարկե դեպի հեռավոր անկյունն ուղարկեց անկասելի արված եւ Սոսիեդադը մեծացնում է իր առավելությունը։ Այո, այս խաղում առաջինը խփեց Վիկինգսը, բայց դա Սոսիեդադի համար դարձավ, այսպես ասած, մոտիվացիա, որպեսզի ավելացնեն ու այսօր մեծ հաշվով արդեն հաստատեցին ու կնքեցին իրենց հաղթանակը այս գոլով։ Խաչատրյան թողնում է Միրզոյանը դարպասապա Թովմասյանին, Ուլուխանյան, այո, շատ լավ են համագործակցում Սոսիեդադի ֆուտբոլիստները, զգացում է, որ խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա է, տարբեր դետալներում դա կարելի է նկատել, ել չեմ խոսում իհարկե մեծ հաջողությունների մասին, որտեղ կոմբինացիոն գեղեցիկ գոլեր են խփում, ինչպես Մելքոնյանի գոլն էր, կարծում եմ հիշում եք այս խաղակեսի սկզբնամասում Առաքելյան, Սաֆարյան ու տեսնենք ինչպես է գրոհում Վիկինգսը, կարող է վտանգավոր լինել իհարկե Հարությունյան, լավ հնարավորություն է, Հարությունյանը լավ գնդակ ստացավ, բայց բարդացրեց իրավիճակն, իհարկե ավելի կարծում եմ պրագմատիկ պետք էր լինել այս իրավիճակում, ամեն դեպքում անկյունային կտեսնենք Վիկինգսը լավ շանս ուներ գոլ խփելու, չստացվեց դա անել եւ Բաբայանը աչքի եզրից գնդակը խաղի մեջ կմտցնի այս խաղի առաջին գոլի հեղինակը Աշոտ Հարությունյանի գոլային փոխանցումը։ Այդտեղ եւս լավն էր,
կա այստեղ փոխանցումը, Միրզոյանը հեռացնում է գնդակը, Մելքոնյան ուժեղ փոխանցում առաջ եւ այստեղ միայն Վիկինգսի ֆուտբոլիստներն էին, Բուլարսը ընդունում է գնդակը, Բուլարսը փորձում է շրջանցել իր առջև կանգնած մրցակցին, բայց եզրային նետում կլինի, ավելին անել այստեղ չստացվեց, Արաքելյան, Բուլարս, նորից Արաքելյան, պահում է գնդակը, 10 համարը Վիկինգսի դեպի կենտրոն, Հարությունյան բաց թողեց գնդակը եւ այստեղ դարպասապա Թովմասյանն էր վերջինս առանց խնդիրների ֆիքսում է գնդակը եւ տեսնենք ինչ է մտածել ուժեղ փոխանցում առաջ եզրային նետում կլինի Վիկինգսը ամեն դեպքում արդեն այս հատվածում ավելի շատ է գրոհում վերջին 2-3 րոպեների ընթացքում Իսկ Սոսիեդադը փորձում է մահացուակագրոներ կազմակերպել, Ալեքսանյանն աչքի եզրում է, լավ փոխանցում էր դեպի Մելքոնյանը, վտանգավոր է արված, կարող էր կրկնել քիչ առաջ խփած գոլը, Սարգսյանն է այդ մղում, իսկ Ուլուխանյանի փոխանցումը աջ ոտքով հաջող չստացվեց, հակառակ ուղղությամբ ուղարկեց գնդակը, խաղանկերոջ ընթացքին հակառակ եւ Սուրեն Սարգսյանն է գնդակը մտցնելու խաղի մեջ շատ քիչ ժամանակ եւ կավարտվի այս հանդիպումը Ռեալ Սոսիեդադը հերթական հաղթանակին է մոտենում Սուրեն Սարգսյան փոխանցում դեպի Արաքելյանը Վիկինգսը սկսում է իր հերթական գրոհը Սաֆարյան մնում է գնդակով Սաֆարյանը փոխանցում ձախ եզր Բաբայան եւ եզրային նետում կլինի Ալեքսանյանը գտնում է Սաֆարյանին Նորից Բաբայան եւ հաջող են գործում Սոսիեդադի ֆուտբոլիստները Միրզոյան Բուլարսը մոտ էր գնդակը խլելուն ստացվեց եւ Սոսիեդադի խաղացողները կարող են իրենց գրոհին նայել արդեն Արությունյան եթե գոլ լինի ապա գերազանց փոխանցում է սա ստացվեց բայց ամեն դեպքում իհարկե միտքը շատ լավն էր Խաղանկերը չարձագանքեց եւ իհարկե արդեն օգնածություն կա տղաների մոտ երկու թիմերի մոտ էլ 50 րոպե իհարկե չէ անդադար վազել ու պայքարելը ձախ եզրում է գնդակը վտանգավոր կարող է լինել եւ դարպասապա Թովմասյանն է վերցնում եւ ուժեղ հարված կատարում առաջ կարող է նույնիսկ գոլային փոխանցում կատարել Մելքոնյանը աջ եզր ուղարկեց գնդակը եւ Սոսիեդադի ֆուտբոլիստները կփորձեն Եզրային նետում Մելքոնյան պահում է գնդակը Եվ դուրս չի եկել, այո, պետք է շարունակել խաղալ։ Ակնհայտ էր, որ գնդակը դուրս չէր եկել դաշտի սահմաններից, թե դուրս էր եկել։ Ոչ, ամեն դեպքում հատել էր։ Այս տեսանկյունից թվաց, որ դուրս չի եկել գնդակը։ Եվ կարծես թե վնասվածք է ստանում Միրզոյանը, բայց առաջին խաղակեսում էլ եղավ այդպես վնասվածքով նա շարունակում էր խաղալ։ Խորքից փոխանցում դեպի Արությունյանը, Թովմասյանն հեռացնում գնդակը եւ կփորձի ֆիքսել։ Հանեց դաշտի սահմաններից գնդակը Թովմասյանը։ Տղեկ, գնդակը տվեք, էլի։ Արությունյան, տեսնենք։ Եզրային նետումը կատարված է, Բուլարս, Հարությունյան, բայց ուժեղ ստացվեց եւ վերջ, հանդիպումն ավարտված է, Ռեալ Սոսիեդադը հաղթում է Վիկինգսին հետաքրքիր ֆուտբոլ էր, դիտարժան խաղ եւ հաղթում են ոչ թե Սան Սեբաստիանի, այլ Երևանի Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստները։ Այս խաղի համար այսքանը, շնորհակալություն։